Հայաստանը արդեն պաշտոնապես մտել է ընտրությունների փուլ, մի քանի օր առաջ շատ հստակ կերպով արդեն հայտարարվեց պաշտոնապես, որ հունիսի 7-ին լինելու են խորհրդարանական ընտրություններ, արդեն պաշտոնապես բացված է ընտրությունների կազմեմ սեզոնը մեր մոտ եւ այլևս անիմաստ է այլ թեմաների մասին խոսելը։ Ժամանակավրեպ է եւ անիմաստ է։ Impeachment, անվստահություն, փողոցային շարժումով Նիկոլ հեռացնել, բոլորս էլ գիտենք, որ դրանք այլևս հնարավորություն չունեն, չեն ստացվելու, չի լինելու։ Հետևաբար, եկեք մեկ անգամ միշտ փակենք այդ թեման։ Ինչու է անհրաժեշտ փակել այդ թեման, քանի որ մինչև այնքան ժամանակ, երբ դուք ընտրություններից բացի այլ ընտրանք եք քննարկում Նիկոլին հեռացնելու համար, ժողովրդին հիասթափեցնում եք նաև ընտրությունների կապակցությամբ։ Իսկ ընտրությունների կապակցությամբ հիասթափված ժողովրդից չի կարելի ակնկալել հունիսի 7-ին մասնակցի ընտրություններին, եթե դուք դրա միջև դա հանգեցած ամիսների ընթացքում շարունակաբար նրան հիասթափեցրել եք, հուսալքել եք ընտրություններով Նիկոլին փոխելու մապարչությամբ։ Ընտրությունները ես միշտ ասել եմ լավ տարբերակ են, հաստատ ոչ։ 100%-անոց մենք հաջողության շանս ունենք, հաստատ ոչ։ Երաշխավորված է որից է մեկի հաղթանակ է տեղ, հաստատ ոչ։ Հնարավոր է Նիկոլը վերընտրվի, ցավոք սրտի, այո, հնարավորությունը կա, բայց դրանք բոլորը կախված են մեր աշխատանքից։ Մենք ունենք հնարավորություն։ Եթե ասենք impeachment-ի դեպքում 0 հնարավորություն կա, ժողովրդին փողոց անելու մի քանի հարազարոքանոց ցույցեր կազմակերպելու հնարավորությունը այս պահի դրությամբ անգամներ խոսել եմ 0 է եւ 0 է լինելու մեր ժողովրդի հոգեբանությունից եւ այն ամբողջ փորձից, որ վերջին 7 տարիների ընթացքում 8 տարիների ընթացքում ունեցել է, եթե ունենք 50%-անոց շանս իշխանափոխության համար, այդ 50%-անոց շանսը այս պահին գտնվում է ընտրությունների մեջ, իսկ մենք ճիշտ աշխատելով, լավ աշխատելով, ժողովրդին հույս ներշնչելով ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու հարցում կկարողանանք այդ 50%-ը բարձրացնել 60-ի, 70-ի, 80-ի, եթե միասնաբար լավ աշխատենք եւ ճիշտ աշխատենք։ Ես մի կոչ եմ ուզում անել մեր ընդդիմությանը։ Կողք դրեք ջենթլմենությունը, հարգելի իսկական ընդդիմություն, պայքարող ընդդիմություն։ Լավ, այն գրպանային ընդդիմության հետ ես խոս չունեմ։ Երկու խմբի մարդկանց պետք է պախարակել եւ հարվածել այնպես, ինչպես հարվածում ենք մենք նիկոլականներին։ Ինչպես ենք Նիկոլին պախարակում, թիրախում պահում։ Որոշակի շրջանից հետո, հիմա գուցե ինչ-որ դեռ ժամանակ տանք իրենց, դրանից հետո երբ հստակեցվան գործընթացները, երկու խմբի ընդդիմադիրների պետք է վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում ենք նիկոլականներին։ Եթե ցանկանում ենք ընտրություններին հաջողենք, ջենթլմենություն ասում եմ դնենք կողմ։ 1. Նրանց, ովքեր դեռ կշարունակեն անիմաստ թեմաներ առաջ քաշել իշխանափոխության համար ընտրություններից բացի եւ կհիասթափեցնեն ժողովրդին ընտրությունների կապակցությամբ։ Ինչ որ թվականից հետո, ինչ որ փուլից հետո ընդդիմության շարքերում ով խոսեց ընտրությունների դեմ, ով խոսեց այն մասին, որ Նիկոլին չի կարելի ընտրություններով հեռացնել, ով հիասթափեցրեց ժողովրդին Նիկոլին ընտրություններով հեռացնելուց, ինքը պիտի հռչակվի որպես նիկոլական, Նիկոլի գրպանային ընդդիմություն եւ դուրս եւ հեռացվի, բոյկոտի ենթարկվի առողջ ընդդիմության կողմից։ Ու նաեւ նրան լրատվամիջոցների կողմից այդ մարդիկ պետք է զրկվեն ընդհանրապես լրատվական հնարան ունենալուց իրենց համար, որպեսզի կարողանան ժողովրդի միտքը պղտորեն ընտրությունների կապակցությամբ, հիասթափություն փոխանցեն ժողովրդին ընտրությունների կապակցությամբ եւ հուսալքեն։ Ժողովուրդը պետք է հույս ունենա, որ ինքը կարող է ընտրությունների միջոցով Նիկոլ փոխել։ Եթե այդ հույսը ժողովրդի մոտ արթնացավ, կգնա քվակենտրոններ եւ կմասնակցի ընտրություններին։ Եթե ժողովուրդը հիասթափություն ապրեց, կարողացան այդ ժողովրդի ուղեղների վրա ինչպես 2021 թվականին հիմա էլ ազդել, որ մեկա դուք Նիկոլին ընտրություններով չեք կարող փոխել, այդ մարդիկ էլի մնալու են տանը, չեն մասնակցելու գործընթացներին, որպես իրենց մեղքի բաժինը չունենան։ Հետևաբար այդ մարդկանց արածը նույնն է, ինչ որ Նիկոլն է անում։ Այդ մարդկանց պետք է հռչակեն նիկոլական ընդդիմություն եւ հեռացնել շարքերից, ով կուզի լինի, որ կուսակցությունը կուզի լինի, որ խմբավորման քաղաքական ուժին էր, որ կապված կլինի այդ քաղաքական գործիչը, վերլուծաբանը, ես չգիտեմ ով, պետք է հեռացվեն եւ պետք է մեկուսացվեն առողջ ընդդիմության լրատվահարթակներից։ Սա մեկ։ Երկրորդ խումբին, որին պետք է հռչակել նիկոլական եւ դնել կողք։ Նրանք,
ովքեր չեն տեղավորվի այդ խոշոր բլոկներում, որոնք կձևավորվեն ընդդիմության շարքերում։ Նրանք նույնպես պիտի հռչակվեն որպես նիկոլական ընդդիմություն եւ հնարավորինս անել այնպես, որ այդ մարդիկ ձայն չկարողանան բերեն ընդդիմության շարքերի ձայներ խլեն։ Նրանք ովքեր կտեղավորվեն մեր ձևովի մեջ, Ռոբերտ Քոչարյանի շարժման մեջ, հիմա ձևավորվող 3-րդ կամ առավելագույնը 4-րդ բլոկի մեջ կտեղավորվեն եւ այդպես տեղավորված բլոկներով կգնան ընտրությունների, դաշինքներով կգնան ընտրությունների եւ կփորձեն լրաս, այդպես ասած, ծածկել ընդդիմության մեջ գոյություն ունեցող այդ բացերը եւ առնվազն կկարողանան հույս կունենան հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, նրանց ներկայությունը պետք է ողջունվի, նրանց հասցեին որևիցե թիրախավորում չպետք է լինի, պետք է իրար հետ համագործակցել, որպեսզի կարողանանք ընտրություններում հաղթել։ Բայց նրանք, ովքեր դուրս կկանգնեն այդ բլոկներից, կփորձեն անկախ մասնակցել ընտրություններին, կուսակցություններ կամ փոքր դաշինքներ կազմելով սոցհարցումների համաձայն 1 կամ 2% ունենալով էլի կհամարձակվեն հայտ ներկայացնել վարչապետության, մտնել քաղաքական դաշտ, այդ մարդիկ նույնպես պետք է հռչակվեն որպես նիկոլական ընդդիմություն, գրպանային ընդդիմություն եւ պետք է մեկուսացվեն եւ հեռացվեն ընդդիմության դաշտից։ Նրանց պետք է վերաբերվել հենց այնպես, ինչպես վերաբերվում եք Նիկոլին, ինչպես վերաբերվում ենք Արամ Զավենովիչի ադեսասած Հանրապետություն կուսակցությանը կամ Արման Բաբաջանյանին կամ մյուսներին։ Ասում եմ, պետք է ինչ-որ փուլից հետո ընդդիմությունը համարձակություն գտնի իր մեջ, կողք դնի ջենտլմենությունը եւ շատ հստակ կերպով դիրքորոշում ունենա այդ երկու խմբի ընդդիմության հանդեպ։ Այդ դա հնարավորություն կտա մեզ, որպեսզի նախ ժողովրդին հուսադրել ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու եւ կխրախուսի ժողովրդին, որպեսզի ավելի մեծ թվով մասնակցեն ընտրություններին, եւ երկրորդ կնվազեցնի ձայների փոշիացման հնարավորությունը, ինչը ամենամեծ հարվածն է հասնում ընտրությունների ժամանակ ընդդիմությանը, դա կատարեց, այսինքն նախորդ ընտրությունների ժամանակ բոլորս տեսանք թե ինչպես։